Բարև հարգելի հայրենակիցներ, ես Բժշկուհի Անժելա Աչիգոզյանն եմ, շարունակում եմ հաղորդումները նվիրված ձեր առողջապահական խնդիրների։ Այսօր 5-շաբթի օր է, 8:30 է, եւ իմ հաղորդումները անցյալ շաբաթվանից սկսած ուղիղ եթերով դուրս են գալիս 5-շաբթի օրերին 8:30-ից 9 եւ կրկնվում են շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 11-ին։ Այսօր ես ունեցա մի հիվանդ, որի պատճառով որոշեցի այսօրվա թեման նվիրել խոցերին։ Ընդհանրապես ինչ բան է խոցը։ Երևի ձեզ այն շատերը, երբ խոսում են խոցային հիվանդության մասին, մտածում եք ստամոքսի խոցի մասին կամ մտածում եք հաստաղու խոցային հիվանդության մասին, եւ դա ճիշտ է, բայց այսօր ես ուզում եմ խոսել մաշկի խոցային հիվանդությունների մասին։ Եվ ընդհանրապես խոցը իրենից ինչ է ներկայացնում, դա վերք է եւ նախապես կարող է լինել ախտահարել մաշկի արտաքին շերտը, այսպես կոչված դերմիսը, հետո կարող է այս վերքը ավելի խորանալ, գնալ դեպի ենթամաշկային, ուրեմն շերտը, եւ հետագայում կարող է ավելի խորանալ, նորմալ չբուժվելու պատճառով, կարող է գնալ դեպի ենթամաշկային ճարպային հյուսվածք, հասնել մկանների, վերջո հասնել ոսկորների։ Եվ այդ ժամանակ արդեն կլինեն լուրջ բարդություններ, հատկապես եթե խոցին միանա ինֆեկցիա, բակտերիաներ եւ կարող է առաջանալ նույնիսկ արյան վարակման խնդիրներ կամ սեպտիկ վիճակ, եւ կամ կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի տարածվի այս խոցային հիվանդությունից առաջացած ինֆեկցիաները տարածվեն մարմնով մեկ, օրգանիզմով մեկ եւ տարբեր հատվածներում, մեր ներքին օրգաններում կարող են առաջանալ տարբեր աբսեսներ։ Ես շատ կարճ համառոտ ամփոփեցի սկզբից մինչև վերջ, հիմա մի փոքր բացատրեմ, թե ինչու համար ես այսօր այդ խոցերի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել։ Բանը նրանում է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ, ասենք, այրվածք, կարող է լինել ցրտի հետ կապված կամ որևէ, ասենք, ինչ-որ բան գրգռել է, քիմիական որևէ այրվածք է առաջացել, կամ կտրել ենք մաշկը եւ առաջանում է վերք։ Խոսքը այդպիսի տրավմատիկ վերքերի մասին չի, այլ խոսքը գնում է ավելի լուրջ խնդիրների, խոցային խնդիրների մասին, որոնցից շատերը պատճառ են հետևանք են շաքարախտով հիվանդ լինելու։ Այսօր ուզում եմ կենտրոնանալ այդ երկու իրավիճակներին, որոնք կարող են տանել խոցերի առաջացում մաշկի վրա։ Մեկը դա շաքարախտն է, իսկ մյուսը հետո ուզում եմ խոսել այսպես կոչված shingles հիվանդության մասին։ Իհարկե ոչ մեծ, ուրեմն տարածված թեմայով, այլ միայն այնքանով, որ ասենք շաքարախտի ժամանակ կարող են առաջանալ խոցեր։ Ընդհանրապես խոցերը ունենում են մի քանի փուլեր։ Սկզբնական փուլում մարդու մաշկի վրա կարող է հայտնվել որոշակի կարմրություն։ Այդ կարմրությունը լինում է այն պատճառով, որ առաջանում են հյուսվածքային, թթվածնային, ուրեմն պրոբլեմներ, սնուցման պրոբլեմներ, եւ սկսվում է այսպես բորբոքային երևույթ մաշկի տակ։ Իսկ բորբոքային երևույթները սկզբնական շրջանում արտահայտվում են անոթների լայնացումով եւ այդ պատճառով մենք տեսնում ենք այդ կարմիր հատվածը։ Հետագայում, քանի որ բորբոքային այս առաջին էտապում անոթները լայնացած են, բնականաբար անոթներից հեղուկները, ջուրը դուրս է գալիս եւ լցվելով այդ տարածության մեջ սկսվում է առաջացնել փոքրիկ բշտիկ հայտուցի տեսքով եւ հետագայում կարող է մաշկը կտրվել, պատռվել եւ այդ բշտիկները սկսում են հեղուկ կարող է դուրս գալ։ Սկզբում կարող է լինել դեղնավուն հեղուկ, կպչուն հեղուկ, որը հյուսվածքային հեղուկներն են, իսկ հետագայում, եթե հանկարծ process-ը կանգ չառնի, այսինքն ոչ մի բան չձեռնարկվի այդ բշտիկը բուժելու, այդ խնդիրը լուծելու, ապա կարող է դժբախտաբար միանալ, ասենք, բակտերիաներ եւ առաջանան ինֆեկցիաներ, որոնք շատ ավելի դժվար է բուժել։ Եվ կարող է նույնիսկ զուգակցվել, ասենք, ջերմության բարձրացումով։
Եթե այս խոցերը չբուժվեցին, խորացան, արդեն կանցնեն երկրորդ, երրորդ, չորրորդ փուլերին։ Հիմա ինչու համար խոսքը գնաց շաքարախտի խոցային վիճակներին։ Բան նրանումն է, որ շաքարախտի ժամանակ մարդկանց մոտ կարող է առաջանալ բարդություններ, երբ շաքարը երկարատև բարձր է լինում արյան շրջանառության մեջ, արյան մեջ եւ չի յուրացվում բջիջների կողմից, ապա այս շաքարը սկսում է ախտահարել անոթները։ Սկզբնական շրջանում ախտահարվում են բարակ կապիլարները, ամենափոքրիկ մազանոթները։ Իսկ մազանոթները դրանք այն վերջնական ճյուղավորումներն են մեր արյան անոթների, որոնք ի վերջո ուրեմն սնուցում են մեր հյուսվածքները եւ հասնում են բոլոր բջիջներին։ Բնականաբար, երբ շաքարի բարձր լինելու պատճառով սկսում են ախտահարվել մազանոթները, ապա խանգարվում է սնուցումը տվյալ որևէ հատվածի, որտեղ այս ախտահարումը տեղի ունեցել։ Եվ քանի որ հիմնականում մեր սնուցման խանգարումներ ամենաշատ հանդիպում են վերջույթներում, քանի որ արյան շրջանառությունը պետք է սրտի աշխատանքի հետ միասին տարածվի, հասնի ամենամեծ ծայրամասները, ամենահեռու ծայրամասերը, որոնք ասենք ոտքերն են հատկապես եւ ձեռքերը, ապա մազանոթները վնասվելու դեպքում ավելի հաճախակի լինում է ոտքերի եւ հետո արդեն ձեռքերի վերջույթների ախտահարում, սկզբնական շրջանում կարմրության տեսքով, հետո արդեն խոցերի առաջացման տեսքով։ Իհարկե ոտքերը ավելի շատ ախտահարվում են նաև այն պատճառով, որ մենք այսպես կոչված ուղաձիգ կենթանական աշխարհի ուղաձիգ ներկայացուցիչներ ենք, այսինքն մենք նստում ենք, մենք կանգնում ենք, եւ դա հակառակ է գրավիտացիոն ուժերին, եւ բնականաբար երկրի ձգողական ուժերը ավելի շատ ձգում են արյունը դեպի ներքև, դեպի վերջույթներ, իսկ քանի որ երակները չունեն ուժեղ մկանային պատ եւ դժվարությամբ են վերադարձնում արյունը դեպի վերև, ապա երբ մարդը հատկապես եթե նստակյաց կյանքով է ապրում, իսկ շատ շաքարախտով հիվանդներ ունեն էներգիայի բացակայություն եւ ավելի նստակյաց կյանքով են ապրում, ապա դժվարանում է արյան հոսքը դեպի վեր եւ արյան կանգային երևույթներ են առաջանում վերջույթներում, դրան միանում է նաեւ մազանոթների ախտահարումը եւ բնականաբար այն հատվածները, որտեղ այդ ախտահարված մազանոթները պետք է հասցնեին թթվածին, պետք է հասցնեին սնունդ, սկսում է այդ հատվածներում առաջանալ սկզբնական շրջանում կարմրություն, հետո արդեն հյուսվածքային քայքայում, բջիջների մահ եւ առաջանում են այսպիսի խոցեր։ Իհարկե, պատմությունը նաեւ բարդանում է նաեւ նրանով, որ նման տեսակի խնդիրներին նաեւ միանում է ներվային վերջույթների ախտահարումը։ Ներվային վերջույթները ներվերը եւս իրենք հյուսվածքներ են, որոնք եւս սնուցման կարիք ունեն, եւ շաքարախտի ժամանակ, երբ մազանոթները, որոնք սնուցում են ներվերը, որոնք սնուցում են մազանոթները, որոնք ներվավորում են մազանոթները, իրենց հերթին վնասված են, եւ այսպիսով, եթե արյան անոթները, որոնք պետք է կծկողունակություն ունենային եւ կծկվեին ներվային վերջույթների ուրեմն ազդեցության տակ, երբ ներվերը արդեն չեն աշխատում լավ, առաջանում է նեյրոպաթիա, ներվերի հիվանդագին երևույթ, ապա սրանով արդեն խորացվում է վիճակը, որովհետև արյան կանգային երևույթները գնալով ավելի խորանում են։ Մի խոսքով, եթե շատ բարդ, ուրեմն այսպես դասախոսություն կարդացի, ավելի պարզ ասեմ, վնասվում է ներվային վերջույթները, վնասվում են արյան շրջանառությունը, անոթները, մազանոթները եւ առաջանում են այս խոցերը։ Ուրեմն առաջին հերթին, որպեսզի մենք խուսափենք այսպիսի խոցերից, պետք է հասկանալ, որ ամենաճիշտ մոտեցումը կայանում է նրանում, որ մենք պետք է հոգ տանենք մեր ուրեմն մաշկին եւ հոգ տանենք մեր շաքարի կոնցենտրացիային քանակությանը արյան մեջ։ Շաքարախտը դժբախտաբար շատ դաժան հիվանդություն է եւ դրա համար շաքարի ճիշտ քանակները պահպանելը արյան մեջ հանդիսանում է կենսական անհրաժեշտություն։ Դրա համար իհարկե կան տարբեր դեղեր, կան տարբեր տեսակի բույսեր եւ կա իհարկե
կենսաձևի որոշակի ապրելաձևի որոշակի տեսակ, որին անպայման պետք է մարդը հետևի եւ ապրելակերպի տեսակ ասելով ես դրա մեջ ընդգրկում եմ եւ այն, որ մարդը ճիշտ պետք է սնուցվի, հաճախ հանդիպում են ինձ շաքարախտով հիվանդներ, որոնք օրվա մեջ ուտում են 1 կամ 2 անգամ եւ դա բացարձակ սխալ մոտեցում է, դուք պետք է ճշտորեն ճշգրիտ ձևով հետևեք շաքարախտով բուժման ժամանակ, շաքարախտի բուժման ժամանակ ուրեմն սննդակարգին եւ իհարկե պետք է անպատճառ կատարեք վարժություններ, շարժվեք եւ կարողանաք շարժման միջոցով, վարժությունների միջոցով մկաններին օգնել, որպեսզի մկանները նույնիսկ ինսուլինի բացակայության դեպքում կամ քիչ քանակների դեպքում կարողանան շաքարը յուրացնել։ Եկեք մի զանգ վերցնեմ եւ հետո կշարունակեմ այս խոցերի մասին, ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես ես կարող եմ այդ խոցերը բուժել ասեղնաբուժության միջոցով։ Այո, լսում եմ ձեզ։ Բարև բժիշկուհի։ Բարև։ Հա, ես խնդրանք ունեմ։ Իմ գարմիր գնդիկներս ցածր է մինչև 8-ը։ Ուրեմն սիջուկեն սրսկում, սրսկելու նույն օրը շատ կդողամ մարմինս, ոտքերս, ծերքերս կսարի։ Ինչ անեմ։ Ես շատ եմ լսում, շատ եմ ուզում ձեզ մոտ, բայց մեքենայի հարց է, ախ։ Լսում եմ ձեզ բժիշկուհի։ Շատ լավ, ուրեմն կարող եք օգնել։ Լավ, նախ ասեմ ձեզ, որ շնորհակալություն զանգի համար, ասեմ ձեզ, որ կարծում եմ ձեզ սիճուկ չեն սրսկում, այլ սրսկում են երևի արյան կարմիր գնդիկներից բաղկացած ուրեմն հեղուկ, որովհետև սիճուկ ասվածը դա արյան հեղուկային մասն է, որտեղ գնդիկներ չկան։ Եվ սակայն երբ արյան կարմիր գնդիկները ձեզ տալիս են ներերակային, դրա մեջ իհարկե պարունակվում է նաև այլ նյութեր, այլ սպիտակուցներ, իսկ սպիտակուցները ինչ որտեղ օտար սպիտակուցներ են, որոնք մտնում են ձեր մարմնի մեջ եւ ընդհանրապես այդպիսի ներերակային ներարկումների ժամանակ, եթե հատկապես այդ սիճուկ ասվածը եւ այդ ամբողջ մասսան զանգվածը, որ ներարկվում է ձեզ, ինքը պետք է ձեր մարմնի ջերմաստիճանին համապատասխան լինի, որովհետև մի փոքր սառը լինելու դեպքում նաև նորից կարող է սառեցնել ձեր մարմինը եւ կարող է առաջացնել այդ դողը։ Գուցեև այդքան չեն տաքացնում ֆիզիոլոգիական այդ նորմալ ջերմաստիճանը չի պահպանված, բայց բնականաբար օտար հեղուկ է ներարկվում ձեր մեջ եւ հավանաբար դրա համար դուք ունենում եք այդ դողը եւ անհանգստությունը։ Իհարկե, եթե ձեր կարմիր գնդիկներն են պակաս, պետք է պարզել, թե ինչու համար են նրանք պակաս։ Արյան կարմիր գնդիկները առաջանում են ոսկրածուծում, դրանք մեր խոշոր ոսկորների, ուրեմն ծայրամասերում կա հատուկ հատվածներ, որտեղ առաջանում են կարմիր գնդիկները, նաև ասենք որոշ տափակ ոսկորները եւս արտադրում են կարմիր գնդիկներ։ Կարմիր գնդիկների արտադրության համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որպեսզի ոսկրածուծը լինի ակտիվ։ Երկրորդ անհրաժեշտ է, որպեսզի ձեր սնուցումը լինի համապատասխան, որովհետև վերջ-վերջո կարմիր գնդիկներ ձեր մարմինը որպեսզի արտադրի, նա այդ կարմիր գնդիկները պետք է ինչ-որ նյութերից արտադրի, սինթեզի, եւ եթե դուք նորմալ չեք սնվում եւ չունեք նորմալ սպիտակուցային, ասենք, սննդակարգ, եւ բացի դրանից նաեւ որոշ այլ նյութեր են անհրաժեշտ, պետք է երկաթ, պետք է վիտամին B12 օրինակի համար, ֆոլիկ թթու, ֆոլաթթու, եւ եթե որևէ մեկ այդ կոմպոնենտներից բացակայում է, ապա նույնիսկ նորմալ աշխատող ոսկրածուծը դժվարություն կունենա։ Մեկ այլ պատճառ կարող է լինել, եթե ձեր արյան կարմիր գնդիկները, ենթադրենք դուք ամեն ինչով ապահովում եք եւ ոսկրածուծը նորմալ աշխատում է, բայց կարող է պատահի, որ ձեր արյան կարմիր գնդիկները քայքայվում են ավելի շատ, ավելի մեծ արագությամբ, քան թե նրանք ստեղծվում են։ Նորմալ կարմիր գնդիկների կյանքի տևողությունը 120 օր է, 120 օր հետո մեր փայծախը եւ լյարդի որոշ բջիջներ
ճանաչում են ծերացած կարմիր գնդիկներին եւ քայքայում են, երբ արյունը անցնում է լյարդի միջով եւ անցնում է, ասենք, փայծաղի միջով եւ քայքայում են այդ կարմիր գնդիկները եւ առանձնացնում են կարմիր գնդիկներից երկաթը եւ այլն քայքայման միջոցով նորից վերադարձնում են արյան շրջանառություն եւ նորից ոսկրածուծը պետք է ստեղծի նոր գնդիկներ։ Եթե քայքայման process-ը ավելի արագ է կատարվում, քան ստեղծման process-ը, բնականաբար ձեր արյան կարմիր գնդիկները կարող են իջած լինել։ Դուք նշեցիք 8 թիվը։ 8 թիվը չի վերաբերվում արյան կարմիր գնդիկներին։ Արյան կարմիր գնդիկները նորմալ պայմաններում պետք է լինեն 4.5-ից 5.5 միլիոն 1 խորանարդ միլիմետրի մեջ։ Այն թիվը, որ դուք ասեցիք, դա 8-ը, դա նշանակում է ձեր հեմոգլոբինն է ցածր։ Այսինքն հեմոգլոբինը դա այն նյութն է, որը գտնվում է կարմիր գնդիկների մեջ եւ բաղկացած է հեմոգլոբինը երկաթից եւ 4 սպիտակուցային մասերից։ Հեմոգլոբինի հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ նա տեղափոխում է թթվածինը թոքային օդից դեպի հյուսվածքներ եւ քանի որ սնուցումը անհրաժեշտ է մեր թթվածնի սնուցումը անհրաժեշտ է յուրաքանչյուր բջջի եւ դրանով ապահովում է մեր նորմալ բջիջների գործունեությունը։ Եթե դուք նորմալ չեք սնվում կամ ունեք պակասություն երկաթի կամ ունեք պակասություն ոսկրածուծի նորմալ ֆունկցիայի կամ եթե վիտամին B12 կամ ֆոլաթթու չեք ընդունում, ապա նման process-ները կարող են հանգեցնել հեմոգլոբինի ցածր լինելուն։ Եվ ձեզ այն ինչ որ ձեզ են անում, ձեզ տալիս են սիճուկ, ենթադրենք, դրանք ուզում են փոխարինել ձեր չունեցածը, բայց առաջին հերթին պետք է խթանել ձեր նորմալ ստեղծումը։ Այսինքն ես բնականաբար զուգահեռ process կանեի եւ կփորձեի ձեզ օգնել, որպեսզի այդ եթե լինեի ձեր բժիշկ, ասենք, կփորձեի կողքից տալ այն ինչ որ չունեք, բայց նաեւ խթանել դրա ստեղծումը։ Եվ բնականաբար ձեր սնունդը պետք է կարգավորվի եւ բացի դրանից հնարավոր է որ ձեր ստամոքսը նորմալ չի աշխատում, հենց ստամոքս օրգանը, որովհետև ստամոքսի պատերի որոշակի հատված ունի բջիջներ, որոնք արտադրում են հատուկ նյութեր, որպեսզի կարողանա ձեր վիտամին B12-ը ներծծվի, յուրացվի։ Դուք նույնիսկ եթե վիտամին B12 եք ընդունում բերանով, ֆոլաթթու եք ընդունում բերանով եւ նորմալ սնվում եք, բայց ձեր ստամոքսը բորբոքված է, ունեք գաստրիտ եւ այդ բջիջները չեն կարողանում նորմալ աշխատել, արտադրել այն նյութը, որի շնորհիվ պետք է վիտամին B12-ը ներծծվի, ապա նորից կունենաք խնդրեմ։ Ուրեմն պատճառներից մեկը կարող է հանդիսանալ այն, որ դուք ունեք ստամոքսի ներքին թաղանթի բորբոքում, գաստրիտ։ Այսինքն պատճառները բազմաթիվ են եւ պետք է որոշել, թե բուն արմատական պատճառը ձեր հեմոգլոբինի պակաս լինելուն որն է, որպեսզի այդ ուղղությամբ աշխատել եւ բնականաբար վերականգնել ձեր այդ վիճակը։ Կարծում եմ, որ կարողացա ամբողջական պատասխան տալ։ Իդեպ ասեմ, որ խոցերի առաջացման համար նաև կարող է պատճառ հանդիսանալ հենց ասենք արյան շրջանառության պակասությունը կամ հեմոգլոբինի պակասությունը, հատկապես եթե անձնավորությունը նաև շաքարախտով է տառապում եւ դրա համար եթե թթվածինը նորմալ չի հասնում հյուսվածքներին, որը կարող է լինել տարբեր պատճառներով, մեկն էլ հենց հեմոգլոբինի կամ արյան գնդիկների պակասությունն է, եւ կամ կարող է լինել այն պատճառով, որ շրջանառությունը տարբեր այլ խնդիրների պատճառով պակասել է։ Օրինակ կարող է լինել հասարակ մի բան ձեզ ասեմ, սայաթիկ ներվի բորբոքում, հա։ Սայաթիկ ներվը դա խոշոր ներվ է, որը բոլոր ճյուղերը իրեն ներվավորում են ստորին վերջույթները։ Եթե մարդու մոտ կա սայաթիկ պրոբլեմի լուրջ խնդիրներ, ապա եւ եթե արդեն մարդը իր ոտքում զգում է թմրածության զգացողություն, դա նշանակում է, որ արյան շրջանառությունը լավ չէ, այն պատճառով, որ ներվը ինքը նորմալ չի աշխատում։ Բնականաբար, եթե արյան շրջանառությունը թուլացած է, ապա փոքրիկ վերքն էլ կարող է վերածվի խոցի եւ հետագայում կարող է առաջացնել լուրջ խնդիրներ։ Բացի դրանից,
այն ինչով որ լավանալու են խոցերը, դա նորից արյան շրջանառության միջոցով է, որովհետև որպեսզի որևէ վերք լավանա, պետք է լավանա թթվածնի սնուցումը, պետք է լավանան այն նյութերը, որոնցով պետք է վերականգնվի հյուսվածքը, լավանա այդ հյուսվածքը, խոցը անցնի, իսկ եթե արդեն շրջանառությունը վատ է, որի պատճառով խոց է առաջացել, մի հատ էլ շարունակական վատ շրջանառության պատճառով այդ խոցը չի կարողանում բուժվել։ Ուրեմն ես ինչպիսի լուծում եմ ուզում ներկայացնել ձեզ, բացի նրանից, որ տարբեր խնդիրներ, իդեպ ասեմ, որ այդ տիկնոջ հարցին եւս մի բանով ամփոփեմ այդ տիկնոջ խնդիրները, կան նաև մարմնի մեջ ուրեմն ստեղծվող, ասենք, երիկամների ֆունկցիաներից մեկն էլ այն է, որ գտնել, զգալ, որ պակասություն կա արյան մեջ, ասենք հեմոգլոբինի կամ կարմիր գնդիկների, եւ երիկամները առաջացնում են հորմոններ, կոչվում է էրիթրոպոետին, որը արտադրվում է արյան միջոցով գնում հասնում է ոսկրածուծին եւ ոսկրածուծին ստիպում է, որ արտադրի կարմիր գնդիկներ։ Եթե երիկամների աշխատանքը եւս վատացած է, որի հետևանքով վնասված են այն բջիջները, որոնք էրիթրոպոետին հորմոնն են արտադրում, ապա այդ պարագայում եւս կարող է լինել ուրեմն խնդրեմ։ Ուրեմն պետք է երիկամները բուժել, որպեսզի արյան պակասություն չլինի։ Կարծեմ ինչ որ էլի զանգ կա, խնդրեմ։ Չէ։ Ես երևի ինչ որ բան սխալ արեցի։ Այո, լսում եմ ձեզ։ Բժշկուհի։ Այո։ Ես էի, շատ շնորհակալություն։ Ամբողջ իմ հիվանդության դիագնոզը որոշեցիք դուք։ Իրոք ես ստամոքսի գաստրիտ ունիմ եւ ամեն մեկը, բայց ես քո գարիք ունիմ եւ համոզված եմ, որ դուք ինձ կբուժեք։ Միշտ ասում եմ, խնդրում եմ նորից։ Ես պետք է զանգահարեմ ձեզ հետ պայմանավորվեմ։ Այնչափ հոգաչափ շնորհակալություն։ Ինձ կբուժեք, բժշկուհի, ես համոզված եմ։ Ես կանեմ լավագույնս, բա ինչպես կստացվի, չգիտեմ։ Շատ լավ, շատ շնորհակալություն ձեզ շնորհակալության համար։ Ուրեմն հիմա եթե կարելի է, ուզում եմ ցուցադրել, թե ինչպես, ասենք, խոցերի պարագայում ես ուզում եմ ցուցադրել, թող սպասեն հեռուստադիտողները։ Հիմա ենթադրենք ես մատիտով ձեզ իմ ձեռքի վրա ուղղակի ստեղծեմ, ասենք, ինչ որ տարածություն, ենթադրենք թե այս տարածության վրա լինում է խոց, ենթադրենք թե, հա։ Ուրեմն նախ եւ առաջ պետք է անպատճառ, ուրեմն մաքրել այդ տարածությունը եւ հետո փոքր ասեղների միջոցով ուզում եմ ձեզ բացատրել, որ եթե ես ինքս ինձ կարող եմ այսպիսի գործողություն կատարել, ապա դուք վախենալու ոչինչ չունեք։ Ուրեմն ես դնում եմ ասեղներ այս վերքի շուրջը, շրջանաձև, արևի ճառագայթների նման դրվում են ասեղներ։ Ես մազոխիստ չեմ, ինձ չարչարելու կարիք չունեմ, ուզում եմ պարզապես ցուցադրել, որ դա այնքան էլ ցավոտ չէ եւ բոլորդ էլ կարող եք ուրեմն տեսնել, ուրեմն ինչ եմ ձեզ այստեղ ցույց տալիս, ենթադրենք թե մենք ունենք խոց եւ այս խոցի շուրջը ես ոչ խոցի վրա, այլ խոցի շուրջը տեղադրում եմ այս ասեղները։ Այս ասեղների շնորհիվ ես ուժեղացնում եմ արյան շրջանառությունը, այսինքն հիմա այս շրջանում ես նույնիսկ հենց հիմա զգում եմ այդ թքթքոցը, երբ իմ արյան անոթները ավելի ու ավելի շատ արյուն են բերում այս շրջանին։ Իսկ խոցը լավանալու համար ինչ է պետք։ Պետք է, որ արյան շրջանառությունը լավանա, պետք է, որ արյուն շատ գա այստեղ, որ արյունը իր հետ կբերի թթվածին, որը բացակայում է խոցի ժամանակ, եւ թթվածնի պակասի հետևանքով է, որ հյուսվածքները սկսում են մահանալ, նեկրոզացվել, եւ երբ գալիս է թթվածին, երբ գալիս են սննդանյութերը, եւ մյուս կողմից էլ արյան միջոցով դուրս են գալիս այն փչացած, վնասված բջիջների հյուսվածքները, բջիջները, որոնք արդեն մահացած են,
արյան միջոցով դրանք էլ դուրս են գալիս։ Եվ բնականաբար, ուրեմն մի որոշ ժամանակ այս ասեղները, երբ մնում են շուրջը, մի երկու շաբաթվա ընթացքում նույնիսկ ամենավատ խոցը, մաշկային ամենավատ խոցը կարելի է բուժել։ Մի խոսքով, եթե կա լավ սնուցում, ապա խոցերը կարելի է բուժել։ Բնականաբար այդ խոցերի բուժման ժամանակ պետք է նաև պահպանել ասեպտիկ պայմանները, մաքուր ուրեմն պահել եւ խոցի շուրջը եւ այդ հատվածը նորմալ բուժման ենթարկել, որպեսզի ոչ մի ինֆեկցիա չանցնի եւ կարող ենք ցանկացած խոց բուժել եւ փրկել որևէ մի ծայրամասը ամպուտացնվելու այդ վտանգից հեռացվել։ Այսօր իմ հաղորդումը մոտեցել է ավարտին, ես ձեզ մաղթում եմ լավագույնս։ Ստեսություն ձեզ։